Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ 5 տարի առաջ այսօրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ, հազարավոր զոհերով ու տարածքային կորուստներով։ Տարելիցին պաշտոնական որևէ ուղերձ չհնչեց։ Հարց եմ տալի, այս երեխեքա ավելորդ էին, այս տղեկ, այս ոսկե սերունդը ավելորդ էին, որ տարար կոտորեցիր։ Ու հանեց տերորիստ, ես հիմա ես չգիտեմ, ասենք հերոսի հայր եմ ստեղ կային, ասա տերորիստի հայր։ Պատերազմ, օկուպացիա, Արցախի հայաթափում, աղետից մինչև խաղաղության պայմանագրի նախաստորագրում։ Ինչ փոխվեց այս 5 տարում։ Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը։ Պատերազմից հետո հարուցված քրեական գործը դատարանից դատարան է անցնում։ 2021-ից մինչև օրս որևէ մեկը պատասխան չի տվել 18 զինվորների ԱԹՍ-ի ուղղությամբ ուղարկելու համար։ Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանությունից 4 օր անց մեկ ձերբակալված կա։ Ըստ իրավապահների հիմնական վարկածը հաշվեհարդարն է։ Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված, տիկնայք և պարոնայք։ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներից հետո այսօր նաև Հայաստանի վարչապետն է ելույթ ունենում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Իրանը մերժել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի առաջարկը։ Ավելի լավ է լինեն պատժամիջոցներ, քան անարդար պահանջներ, հայտարարել է նախագահ Փեզեշքյանը։ Հինգ տարի առաջ այսօրը, սեպտեմբերի 27-ին սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը ավարտվեց 44 օր անց։ Հազարավոր զոհեր, վիրավորներ, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև արգելված զենքերի կիրառմամբ լայնածավալ հարձակում սկսեց, թիրախավորելով նաև քաղաքներ և գյուղեր։ 6 շաբաթ շարունակված ծաղետալի պատերազմում ադրբեջանական բանակը մեկը մյուսի ետևից գրավեց Հադրութի շրջանը, Ղարաբաղին հարակից հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները, հասավ Շուշի, մինչ հայկական կողմը շարունակում էր պնդել, թե հաղթում է։ Նորանկախ պատմության մեջ ամենաաղետալի պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին։ Եռակողմ հայտարարությամբ էլ Ադրբեջանին անցան Լեռնային Ղարաբաղի հարակից հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող մնացյալ տարածքները։ Այսօր եռաբլուրը լուր սգում է։ Ես ամաչում եմ նայեմ այս տղաների աչքերին, իստի գլխի կոր մտնում եմ, գլխի կոր դուրս գալիս, որ չկարողացանք պահել հողը։ Կապիտան Արսեն Հարությունյանի մայրը 5 տարի է որդուն չի կանչում, ձեռքի վրա է դաջել Արսեն Բալաս։ Չեմ կարող, ես ինքս ստորացված, նսեմացած, փոքրացած մարդ եմ։ Արցախի կորստից 44-օրյայում պարտության վերաբերյալ իշխանական դեմքերի փոփոխվող վարկածներից հետո զոհերի հարազատներն ավելի ու ավելի են կուչ գալիս։ Ցավոտ է։ Երբ վարչապետը կանգնեց, ասեց կարայինք պատերազմը կանգնացնեինք առանց զոհերի, արդյունքը նույնն էր կամ զոհերով, այսինքն այս 5000 մատղաշ երեխեն խանգարում էր մեր վարչապետին, չգիտեմ։ Հայտարարություն անում չի, ասում եմ մինչև 18 թվականը 3 նախագահների օրոք հաստատի ծառայել են ոչ Հայաստանում, չէ՞, տենց էր ասում։ Ու հանեց տերորիստ, ես հիմա ես չգիտեմ, ասենք հերոսի հայր եմ ստեղ կային, ասա տերորիստի հայր։ Սևակ Զաքարյանի որդին ընդամենը 18 տարեկան էր, ընդամենը 12 օրվա ծառայող, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Հայրը հայացքով անցնում է ծածանվող դրոշների տակ ժպտացող հազարավոր դեմքերի վրայով ու հարցնում՝ ինչու։ Հայաստանի վարչապետի վերջին հիմնավորումը, թե ինչու չգնաց զիջումների, այն է, որ դրա արդյունքում Հայաստանի կախվածությունները մեծանալու էին այնքան, որ կհանգեցնեին պետականության կորստի։ Փաշինյանն ասում էր, ընտրեց իրական Հայաստանն ու հասավ խաղաղության։ Եվ ուրեմն խաղաղ զարգացման դարաշրջանը ահա բացված է։ Խաղաղությունը ուժի մեջ է, հասարակական զակոն ջունգլի գիտեք, ով ուժեղա այն էլ հաղթում է։ Քեզ քան բանը պենուղը, հլա նայեք,
Ինչ խաղաղությանը սպասի։ Մեր ղեկավարությանը, այսքան երեխեքի արունը դուք ոնց պետք է մարսեք։ Ես մենակ այդքանը կասեմ։ Իմ միակ որդին եղել, ես ոչ մեռածն եմ, ոնց սաղ է մտնել կարելի ասած։ Դա Աստված լինի Հայաստանում խաղաղություն, որտեղ մեր ազգը իրոք ունի դրա կարիքը։ Իրոք էլի մենք սգավոր ազգ ենք համարվում, սգավոր ենք, չկատում, որ զոհ չունենա, իսկ եթե լինի խաղաղություն, դա գովելի է։ Վրեժ Ավետիսյանի մայրը խաղաղության հույս ունի, բայց ոչ իր համար, ասում է իր ու բախտակիցների համար պատերազմը չի ավարտվելու։ Եթե մենք զոհ ունենք, ուրեմն պատերազմը չի վերջացել, չի վերջանում, մեր համար, չգիտեմ ում համար կվերջանա, բայց մեր համար չի վերջանում։ Յան հիչ խաղաղություն, ում է խաղաղություն։ Սումգայիթից Բաքու հարս գնացած, հետո փախստականի կարգավիճակով Արցախ հասած, հիմա էլ նորից փախստական դարձած Լուսիա Հարությունյանը միակ որդու կորստից հետո խաղաղ հարևանություն չի պատկերացնում։ Они убили моего сына, а мы убили их сыновей. Ոնց կարելի է дружба ինի между ними խաղաղություն ունի, никогда։ Բարձր ամբիոններից իրենից շատ հեռու հնչած ոչ մի ելույթ չի լսել Օլյա Մկրտչյանը։ Թորնիկն է Արամը, Փեսային էլ Ստեփանակերտում են հուղարկավորել, տուն է ուզում, Արամի տատիկը արտասվում է երեխայի պես։ Ուզում քնամ իմ տոնուս, իմ պապայիս, իմ մամասում մահացածուն, ինին Ղարաբաղ։ Փառք նահատակներին և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Նույն այս նախադասությունն է այսօր սոցցանցի իր էջում գրել Նիկոլ Փաշինյանը։ Նա այս նախադասությամբ ծնկի իջավ անկախության տոնին Արմավիրի ֆեստիվալում, ծնկի իջավ կուսակցական համաժողովի ժամանակ։ Ամեն անգամ հավաքվածներին բացատրում էր, որ դրան պիտի հետևեն կեցցեներ։ Երբ որ ասում եմ փառք նահատակներին և կեցե Հայաստանի Հանրապետությունը, դուք 3 անգամ պետքա կրկնեք. կեցե, կեցե, կեցե։ Պայմանավորվեցինք։ Փառք նահատակներին և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Լավ չէր։ Ինձ պետք չի իրանց ծնկի գալը, հեչ պետք չի։ Դա կարող եմ ասել։ Պետք չի ստից ծնկի գալ։ Ձևականությունը դա։ Գնահատված եմ, այո, ամեն ինչով իրանք աջակցում են մեզ, շնորհակալ եմ, այո։ Մտածում եմ, որ միգուցե իրանց արյան գնով պիտի այս խաղաղությունը լիներ, միգուցե։ Եռաբլուրում այսօր խորհրդարանական ընդդիմության ու Արցախի իշխանության ներկայացուցիչներն էին։ Շուտով շրջանառության մեջ է դրվելու օրենքի մի նախագիծ, որով բոլոր պատերազմների բոլոր զոհերի հիշատակի օր է հռչակվելու հունվարի 27-ը, բանակի տոնի նախորեն, ընդդիմությունը դեմ է։ Փորձում են դրանով ինչ անեն, խամրեցնել հունվարի 28-ը, հայկական բանակի օրը, հաղթական բանակի օրը մինչև այն պահ, երբ Նիկոլ Փաշինյանը երևակայեց, որ ինքը գլխավոր գերագույն հրամանատարն է։ Ինչու ոչ այսօրը, երբ սկսվեց 44-օրյա աղետը կամ սեպտեմբերի 19-ը Արցախի անկման սկիզբը, դեմ է նաև իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը։ Խորհուրդ կտամ նույն Ռուբեն Ռուբինյանին ու Գեգամ Նազարյանին եւ ընդդիմությանն էլ իդեպ, որ սեպտեմբերի 19-ը կամ սեպտեմբերի 27-ը հայտարարեն Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման օր, եթե ցեղասպանությունը իրենց դուր չի գալիս, վիճարկում են, ապա էթնիկ զտում։ Իսկ զոհերի համար այդ նախաձեռնությունը եղած, չեղած մի հաշիվ է։ Ամեն օր եմ գալիս։ Ես չեմ կարողանում առանց իրան։ Իշխանություններին խնդրում են ասֆալտապատել Եռաբլուրի ներքևի շիրիմներին մոտեցնող ճանապարհը, վաղուց են խնդրում, քարերի վրայով դժվար է հավասարակշռություն պահպանել եւ ընդհանրապես դժվար է հավասարակշռություն պահպանել։ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներից հետո այսօր նաև Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Խաղաղությունն էր վարչապետի խոսքի առանցքում։ Փաշինյանը հայտարարեց, որ ուրախ է միջազգային ողջանրությանը զեկուցել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և այս գործում վճռական է Դոնալդ Թրամփի դերը։ Միաժամանակ հակադարձեց Ալիևին նույն ամբիոնից օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներին և այսպես ասած Զանգեզուրի միջանցքի մասին պնդումներին։
Ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված, տիկնայք եւ պարոնայք։ Այս խաղաղության գործում վճռական է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է անհնարինը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Տրամփին Նոբելյան մրցանակի, խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփը իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին։ Իսկ խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, շարունակաբար հարցեր, եւ այդ հարցերին խնամքով եւ ոչ թե կամահարանքով պատասխանելն է խաղաղ կյանքը։ Այդ հարցերի շուրջ շրջահայացորեն մտածելը ու պատասխանները բարեխղճորեն ձևակերպելն է խաղաղության ինստիտուցիոնալացումը, որը շարունակական անհրաժեշտություն է եւ որով պետք է զբաղվենք ամեն օր։ Այս համատեքստում չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Թրիփ ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, Միացյալ Նահանգներ, Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Իդեպ, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի հոգատարության համատեքստում շատ կարևոր է խաղաղամետ, լեգիտիմ եւ համաձայնեցված խոսույթի կիրառումը նաեւ այս նախագծի մասին։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն եւ խոսույթ ենք համաձայնեցրել եւ այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած եւ կամ այս ամբիոնին հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում։ Խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած չեմ հասկանում, որն է ահռելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Պատերազմ, հազարավոր զոհեր, Հայաստանի տարածքի օկուպացիա, Արցախի հայաթափում։ Այս ամենից 5 տարի անց այսօր Երևանն ու Բաքուն հայտարարում են, խաղաղություն են հաստատում։ Բայց ինչ գնով, Իլհամ Ալիևը շարունակում է իր նախապայմանները թելադրել, Բաքվի բանտերում շարունակում են մնալ հայ ռազմագերիներ։ Պատերազմից դեպի խաղաղություն անցնելու այս 5 տարիներն ենք փորձել ամփոփել մեկ տեսանյութում։ Перейдем к подписанию. Да. Եթե անցած 5 տարիներին ամեն ինչ ընթանար ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այսօր Երևանն ու Բաքուն պետք է հայտնեին, համաձայն են, որ ռուս խաղաղապահները ևս 5 տարի մնան Ղարաբաղում։ Բայց 5 տարի անց այդ փաստաթղթի մասին երբեմն հիշում են միայն Մոսկվայում, հավաստիացնելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություններն ուժի մեջ են։ Արցախում էլ ոչ հայ է մնացել, ոչ էլ ռուս խաղաղապահ։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետն էլ, որ անգամ Ղարաբաղի հայաթափումից հետո դեռ քննարկվում էր, այսօր դրվել է դարակում։ Ճանապարհների ապաշրջափակումը, Հայաստանի տարածքով Ադրբեջանի անխոչնդոտ կապը Նախիջևանի հետ հիմա քննարկվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Պաշտոնական տվյալներով հազարավոր կյանքեր խլած պատերազմից, Հայաստանի տարածքն օկուպացնելուց, Արցախի հայաթափումից հետո Երևանն ու Բաքուն հայտարարում են, թե հաստատել են խաղաղություն, բայց ինչի գնով։ 44-օրյայի ավարտին, երբ հայտարարվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին, արցախցիները տուն էին վերադառնում։ Վարչապետ Փաշինյանը խոսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ К сожалению, этот конфликт до сих пор не урегулирован. Ցավոք այս հակամարտությունը մինչ օրս կարգավորված չէ։ Իհարկե, մեզ հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ մնում են շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ В частности, по этому вопросу. Все это вселяет уверенность в том. Այս ամենը վստահություն է ներշնչում, որ ինչպես մի անգամ ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին, ինչպես ապրել միասին հարևանությամբ։ Как жить вместе по соседству. Հարևանությունը չէր ստացվում, ընդամենը 2 տարի անց Նիկոլ Փաշինյանը իջեցրեց նշաձողը։ Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ։ Չէր հաջողվում նաև միջազգային կոնսոլիդացիան, ճիշտ հակառակը, տարին տարվա վրա դրությունը վատթարանում էր, օղակը սեղմվում ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի շուրջ։ Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում էր Հայաստանը, մեկը մյուսին հաջորդած հարձակումներից հետո մինչև օրս օկուպացված է շուրջ 200 քառակուսի կիլոմետր, Վարդենիսից մինչև Ջերմուկ։ Այս պայն մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը հետ վերադառնան ելմանկե եւ մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը։ Ադրբեջանցիները ոչ միայն հետ չքաշվեցին, այլ ճիշտ հակառակը ըստ ականատեսների ամրացել են գրաված դիրքերում։ Բաքվից էլ որևէ ակնարկ չի հնչել, որ Հայաստանի հողեր են օկուպացրել։ Դաշնակից Ռուսաստանը չէր միջամտում, հապկում վստահ չէին, որ դա Հայաստանի տարածք է։ Երևանը ապավինեց արևմտյան միջնորդությանը։ Պրահայում Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի նախագահների ներկայությամբ Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հայկական կողմը պնդում էր, որ Ղարաբաղյան բանակցությունների առանցքը պետք է դառնա արցախցիների իրավունքների հարցը, սակայն դա էլ մնաց անարձագանք։ Փոխարենը Ադրբեջանը տևական շրջափակման ու սովի մատնեց հայերին, մերժելով շարունակել բանակցությունները եվրոպական հարթակում։ Ավելին, հրաժարվելով ղարաբաղցիներին որևէ կարգավիճակ տալ, Իլհամ Ալիևը զուգահեռ զարգացնում էր ադրբեջանցիների իրավունքների թեման, այն էլ Հայաստանի տարածքում։ Qərbi Azərbaycanlıların hüquqlarından danışmaq Արևմտյան Ադրբեջանի հարցը մենք դուրս ենք բերել միջազգային ասպարեզ։ Այդ նպատակով արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծված։ Xüsusi işçi qrup yaradılıb. Հայաստանի սահմաններին տեղակայվեցին եվրոպական դիտորդներ, Ադրբեջանը մեծացրեց ճնշումը Արցախի նկատմամբ։ Մի կողմից հավաստիացնելով, որ Ադրբեջանի անձնագիր ստանալով հայերը կինտեգրվեն, մյուս կողմից խորացնելով սովն ու հուսալքությունը, Ադրբեջանն ի վերջո հարձակվեց Ղարաբաղի վրա։ 100,000 մարդու ստիպելով մի քանի օրում լքել հայրենիքը։ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են եւ մենք կառավարելու ենք այս գործընթացը։ Փախել եք ելույք հաշատվի ամուսինս, թուրքերն են համար ասում, թուրքեր համար ասում են։ Ձայներ, վախ, սարսափ, սաղ մարդունին թապալն, ապաստարանները, դե ինչ ասեն, մի սուտկայում ջարդ են արել, իսկական ջարդ։ Ամիսներ անց պիտի պարզվեր, որ այսքանից հետո էլ պատերազմի սպառնալիքը դեռ կախված է Հայաստանի գլխին։ Ադրբեջանը պահանջում է Տավուշի 4 գյուղերը։ Մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք չէ, չկա էնել, չկա էնել, չկա էնել, չկա։
Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմն է սկսելու։ Ստանալով գյուղերը, Ադրբեջանը հիմա չի շտապում շարունակել սահմանագծումը։ Ի վերջո 5 տարում ոչ թե ստորագրման, այլ նախաստորագրման է հասնում խաղաղության մի պայմանագիր, որտեղ ոչ մի խոսք չկա արցախահայերի վերադարձի ու գերիների մասին, միաժամանակ ամրագրված են Ադրբեջանի վերջին 2 պահանջները՝ երրորդ ուժեր չտեղակայել համատեղ սահմանին, հետ կանչել միմյանց դեմ հայցերը միջազգային ատյաններից։ Երկար ժամանակ է 35 տարի իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են եւ ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Իսկապես պատմական նշանակության օր է։ Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում Կովկասում, որը մեծագույն հնարավորություններ կբացի ոչ միայն մեր տարածաշրջանի համար։ Այսօրվա հռչակագրերը, որը անձամբ նաև կստորագրի նախագահ Թրամփը եւ ստորագրման արարողությանը նա անձամբ ներկա կլինի, վստահություն եւ երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության եւ տնտեսական համագործակցության էջը։ Իսկ թե ինչու Թրամփի ներկայությամբ հայտարարվեց խաղաղություն, բայց դա հավաստող փաստաթուղթը միայն նախաստորագրվեց, պարզ դարձավ հաշված ժամեր անց, երբ նախագահ Ալիևը վերահաստատեց նախապայմանը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Բայց դա Հայաստանի ղեկավարին չի խանգարում խաղաղության դարաշրջանը բացված համարել։ Զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։ Արցախի ղեկավարները շարունակում են ծանր մեղադրանքներով դատվել Բաքվում, մյուս գերիների հնարավոր վերադարձի մասին դեռ չի հաղորդվում, իսկ Արցախում ամենօրյա ռեժիմով վերացվում է հայկական ժառանգությունը, հայերի վերադարձի թեման փակ է պաշտոնապես։ Տարիներ ձգվող ողբերգական իրադարձություններից եւ խաղաղության նախաստորագրված պայմանագրից հետո ինչ փոխվեց մարդկանց կյանքում։ Ավելացավ հույսը, թե հուսահատության նոր ալիք առաջացավ։ Լոռու եւ Տավուշի մարզերում հայրենիքի ապագայի շուրջ կարծիքները շատ տարբեր են։ Ուր է գնում Հայաստանը վերջին արյունալի պատերազմներից, Արցախի անկումից ու խաղաղության նախաստորագրված պայմանագրից հետո։ Լոռու եւ Տավուշի մարզերում այս մեկ հարցը բազմաթիվ պատասխաններ ունի։ Ծայրահեղ անհուսությունից մինչև կառավարության նկատմամբ անվերապահ վստահություն հայրենիքի ապագայի շուրջ։ Կարծիքներն այնքան տարբեր են, որ երբեմն թվում է տարբեր երկրների մասին են խոսում մարդիկ։ Արդեն լավը տիրել, արդեն հաշտություն եղավ բոլոր ազգերի հետ։ Անդունդ, ուրագրում, անդունդ ագրում, ուրագրում, Հայաստանը վերջանում ակամանց։ Ինչ է որանում է, ես գոհ եմ, ինչ է որանում է, ես իրա կողմնակիցն եմ, եւ ես հպարտանում եմ, որ ունենք նման ղեկավար։ Նիկոլի անունը չենք էլ ուզում նստենք ստեղծի։ Առաջ, հմիտես։ Լոռու մարզկենտրոնում տարեց կանայք, Ջուլետան ու Զալվարդը պարզ պահանջներ ունեն ջահելների համար աշխատատեղ, մեծերի համար մատչելի դեղեր ու գոնե մի փոքր ավելի բարձր թոշակ։ Նրանց համար խաղաղությունն արդեն փաստ է։ Ժողովրդին է դա պետք։ Մի քիչ հեռու 75-ամյա Սենիկ Մելքոնյանը, որ Տավուշի սահմանամերձ Ոսկեվանից տեղափոխված վանաձորցի է, այլ մոտեցում ունի։ Նա քննադատում է ռազմական բյուջեն եւ բանակում ծառայության ժամկետը կրճատելու առաջարկները։ Ասում է, Վաշինգտոնյան նախաստորագրություններն ու Ալիևի խոստումները դեռևս բավարար չեն ձեռքերը ծալելու համար։ Համետ ինչքան մարդ ունի, որ ինքը կրճատ մտարուկես ծառայել։ Ու այդ բյուջեն էլ կրճատում է։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնում քաղաքապետարանի դիմաց նախկին հեղափոխական ոգևորությունը բառացի բաժանվել է։ Մի մասը հպարտությամբ է ցույց տալիս բարեկարգված ճանապարհները, մյուսները հուսահատ են։ Ես գոհ եմ ղեկավարներից շատ շնորհակալ եմ։ Ինչ ա եղել, ամենաշատ ինչից է գոհ։ Ամեն ինչից։ Լավ բան չկա, քանի գնում ամեն ինչ թանկանում է։ Կյանքը դժվարանում է։ Հա, թոշակառուն ոնց ապրի ասի։ Նիկոլի ժամանակ շատ բաներ է կատարվել, որ աչքով վերևում է, ճանապարհ են սարքել, շենքեր են սարքել, ժողովրդին տեղ են տվել, շատ բաներ է կատարվել։ Ասում են անվտանգության հետ կապված ինչ-որ։ Անվտանգություն, ում վախն անվտանգությունը լավ եղել, ոչ մեկի։ Մի սուտի ասֆալտեր անում են։ Երկու դպրոց են կառուցել, երկու մակապարտ, բոլորն են անում են։ Այսքան փող են վերցնում ժողովրդից։ Հարկեր վերցնում, բայց չանեին, էլ չանեին։ Վստահում եք այսօր կառավարությունը։ Հա, վստահում եմ, խիչ եմ վստահում, Ազիզ ջան։ Չի փոխվել, չի էլ փոխվի առաջիկայում։ Մենք գիտես քանի տարով հետ գնացինք։ Տներիս, հա։
Հաղարծինում էլի կարծիքները կիսված են։ Շուրիկ Ստեփանյանը, որ վարչապետի քեռի ներկայացավ, գանգատվում է արդեն մի քանի օր հեռուստատեսությունն անջատված է, պաշտոնական լուրերին չի կարողանում հետևել։ Բայց յութուբյան ալիքներով ազգային ժողովի քննարկումներն աչքով ընկել են, տեսել ու գազանանոցի է նմանեցրել։ Հիմա քաղաքականությունից բան չի գիտել։ Քաղաքականությունը միացնում յութուբը Հակառակ քննադատություններին նույն Շուրիկը հպարտությամբ է ցույց տալիս իր տուն տանող սալապատված ճանապարհը։ 10 տարի առաջ այս ասֆալտը չէի կարող գնալ։ Տանկերներ չեն գնալ։ Հիմա ինչ ճանապարհ ասարկել։ Հաղարծինցի Բավականն ու Արուսը այգու Սալորի ծանր դույլերով էին վերադառնում։ Քաղաքականությունն իրենց բանը չէ, վաղուց արդեն իրենց զրույցների թեմաներից հանել են, ասում է։ Մեկը կարկուտից ջարդված տանիքից, մյուսը հեռվից երեխեքի զանգին սպասելուց է խոսում։ Մենք քաղաքականությունից, քաղաքից շատ հեռու մարդիկ ենք։ Մենք հասարակ գյուղացի, մեր գործն էս այս ենք անում։ Մենք շատ հեռու մարդ ենք, քաղաքականություն։ Այ հրենդեր դրոշակի տակին է։ Մենք ոչ մի բան ովելա չենք հետաքրքրությունից մենք։ Վարչապետը վերջերս էր խոսել նոր ու իրական Հայաստանից, սնուցող մայրերից, որոնց լսել ու որոշել է, խաղաղությունն է մարդկանց ուզածը, բայց հարցը մնում է բաց, արդյոք Հաղարծինի այդ տարեց կանայք, որ իրենց քաղաքականությունից հեռու են համարում, երբևէ լսելի են եղել վերևներում։ Մեր ասածը ինչ մենք հասարակ գյուղացի մեր գործն անում ենք։ Մեր ասածը ոչ ճիշտ է, ոչ սխալ։ Մեր ասածը միններ ապանի տեղ չեն տնի։ Յուրավել ինչ որ մի բառ ասանք, ով է ժողովրդին հաշվի առնեմ, ով է ժողովրդի կարծիքը հարցնա, ով է ժողովրդի մասին մտածում, ոչ ոք։ Ոչ ոք։ Ոչ մի բան։ Ժողովրդի փալանը իրան ուսերին լելա, փալանով էլ մեծանումա։ Տանջիլով չարչարություն լինի, կյալդի ինձ հետ լոլոք վաքի, կյալդի ինձ հետ կարտոշ կանի, ինձ խեղճ գյուղացիք են իրանց գործն անում։ Փաշինյանի ջուզ են ելան, մենք ով ենք վերասենք, թե սե հենց հարակամն է հենց արա։ Ով ենք մենք, ոչ մի բան։ Ոչ մի բան ենք մենք։ Բավականը վերջում խոսում է կյանքի իր փիլիսոփայությունից, այգուց հավաքած Սալորը լցնում է տակառի մեջ, թթվի օղի կթորեն, որ 1000 անգամ կարևոր է համարում, քան քաղաքական արդեն անիմաստ դարձած խոստումները։ Սեղովանալդի, ջարդիլեն, ոչ կեն լցնիլ ու արախ քաշի։ Անկարան ցավակցել է Ադրբեջանի եւ հիշատակի տուրք մատուցել զոհերին։ 44-օրյա պատերազմի շեհիդների ժառանգությունը մշտապես վառ կմնա մեր սրտերում, գրել է Թուրքիայի արտգործնախարարությունը X-ում հավելելով։ Հավատում են, որ հարատև խաղաղության ուղղությամբ արվող պատմական քայլերը հիմնված այդ զոհերի հիշատակի վրա բարգավաճում կապահովեն տարածաշրջանի համար։ Օրվա թեմային դեռ կվերադառնանք, այժմ Մերձավանի արյունալի դեպքերի հետքերով։ Համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանությունից 4 օր անց մեկ ձերբակալված կա։ Իրավապահներն էլ հայտարարում են, թե արյունահեղությունը ամենայն հավանականությամբ կապ ունի համայնքում փետրվարին տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ, որով անցնում է մահացած համայնքապետի եղբայրը։ Եթե հիմնական վարկածը հաշվեհարդարն է, ինչու իրավապահներին չի հաջողվել հանցագործության այս շղթան կանխել։ Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանությունից 4 օր անց դեռ մեկ ձերբակալված կա Նարեկ Օհանյանը, որին 24 ժամ անց էլ քննչականը դեռ մեղադրանք չի առաջադրել։ Քննչականն այսօր միայն հաղորդեց, որ Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը։ Ըստ իրավապահների ձերբակալվածը դրանք փորձել է այրել, որ ոչնչացնի հետքերը։ Ինչի մեջ են կասկածում Օհանյանին սպանությունները կատարելու թե պատվիրելու համար, ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր չմանրամասնեց։ Օհանյանին մեղադրանք առաջադրելու համար իրավապահները 72 ժամ ունեն։ Դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Չնայած Օհանյանին դեռ մեղադրանք չեն առաջադրել, գործն էլ ամբողջությամբ բացահայտված չէ, ներքին գործերի նախարարությունում համոզված են, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ոչ թե քաղաքական է, այլ հաշվեհարդար։ Իրավապահները այն կապում են ամիսներ առաջ փետրվարին համայնքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ, որով անցնում է Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Ըստ քննության արդյունքների այս պահին
արկատավյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Երեք ձերբակալված Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Օհանյանի եղբայրները Մերձավանի նախկին վարչական ղեկավար ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի ազգականներն են։ Նարեկ Օհանյանն ամիսներ առաջ հարցազրույց է տվել վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակին, պնդել, որ օրեր առաջ սպանված համայնքապետի Գրիգորյանների գերդաստանն է իր եղբոր սպանության հետևում։ Տեսանյութը մանրակրկիտ նայելու ժամանակ նկատել է Պայքար Գրիգորյանի, որը հանդիսանում է Վալոդյա Գրիգորյանի փոքր եղբայրը, որ ատրճանակը ձեռքին կատարում է ինչ-որ գործողություններ իմ ու եղբորս ուղղությամբ։ Հայկական ժամանակը այս տեսանյութը հրապարակել էր առաջին պլանում տեղադրելով օրեր առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի լուսանկարը։ Հիմա եմ հասկանում, որ այդ ամենը տուն ներխուժելու, բնակարան ներխուժելու համար էր, էլի կանխամտածված էր այդ ամեն ինչը, այդ նախապես պլանավորված էր տան վրա հարձակումը, նպատակը պարզա Մհեր Ախտոյանն էր, քանի որ ես ու եղբայրս էլ առաջիններից ենք եղել, որ թույլ չենք տվել, դրա համար առաջիններից ենք եղել, որ միանգամից մենք ենք հենց դրան դեմը թույլ չենք տվել, էլի, որպեսզի այդ ներխուժումը կատարվի։ Ավելի քան 7 ամիս առաջ հարուցված այս գործով, սակայն սպանության մեղադրանք է առաջադրվել միայն մեկ հոգու՝ Արամ Ղազարյանին։ Ինչու պետք է Նարեկ Օհանյանը վրեժխնդիր լիներ հենց Փարաքարի համայնքապետից, որի եղբորը այս գործով խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։ Ներքին գործերի նախարարությունից պնդում են, փակագծեր չեն բացի։ Խոսնակը միայն վստահեցնում է, թե փետրվարից իրենք տեղյակ են եղել ու հսկել են իրավիճակը երկու համայնքներում, կանխել որոշ միջադեպեր, աշխատանքից ազատել թերացած ոստիկաններին, բայց այսքանից հետո էլ Փարաքարի համայնքապետը սպանվեց։ Սարգսյանը սակայն չի ընդունում, որ իրենք ձախողել են։ Վեր են հանվում խնդիրներ եւ խնդիրների դեպքում տրվում են լուծումներ։ Եվս մեկ անգամ նշեմ, մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից եւ դրան հետևել են պաշտոնանկություններ, նոր նշանակումներ։ Իմ նշած անձինք Վաղարշապատի համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, Պարեկային ծառայության գումարտակի հերոմատարը բառացիորեն օրեր է, որ նշանակվել են։ Ներքին գործերի նախարարությունը, որ քննությունը չավարտած հերքում է Փարաքարի համայնքապետի սպանության քաղաքական ենթատեքստը, չի մանրամասնում, արդյոք հարցաքննել են բարձրաստիճան պաշտոնյաների։ Իրավապահները միայն նշում են, ձեռնարկում են միջոցներ այրունոտ միջադեպն ամբողջությամբ բացահայտելու համար։ Դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ եւ վստահեցնում են, որ եթե պարզվի այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ, կրելու են իրենց պատասխանը։ Իդեպ 7 ամիս առաջ տված հարցազրույցում 3 ձերբակալված Նարեկ Օհանյանն ասել էր, որ եղբայրը սպանվել է իր իսկ ծննդյան օրը։ Պարզվում է, Փարաքարի համայնքապետի ուղղությամբ էլ կրակոցները հնչել են նրա եղբոր, տնային կալանքի տակ գտնվող Պայքար Գրիգորյանի ծննդյան օրը։ Միջազգային թեմաներին անդրադառնանք, Իրանը մերժել է մինչև 60% հարստացված 400 կիլոգրամ ուրանը Միացյալ Նահանգներին հանձնելու Վաշինգտոնի պահանջը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի պնդմամբ դրա դիմաց ամերիկյան կողմը Թեհրանին խոստացել է ընդամենը 3 ամսով հետաձգել Իսլամական Հանրապետության դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցների վերագործարկումը։ Եթե մենք ստիպված լինենք ընտրել նման անարդար պահանջների եւ ծանր պատժամիջոցների միջև, մենք իհարկե կընտրենք պատժամիջոցները, նշել է Փեզեշքյանը։ Ավելի վաղ էլ իրանական լրատվամիջոցներն էին հաղորդել, որ Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից Թեհրանում խորհրդակցությունների համար։ 3 արտաքին գործերի նախարարներ պնդել, որ եվրոպական եռյակի ջանքերը Իրանի դեմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ անվավեր են եւ իրավական ուժ չունեն։ Դանիայի իշխանությունները հաղորդել են, որ անցած գիշեր երկրի խոշորագույն Կարուբ ռազմական օդանավակայանի հարևանությամբ կրկին անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Ըստ Բլումբերգի, միջադեպում ներգրավված են եղել 1 կամ 2 ԱԹՍ-ներ։ Դանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դիմել է պատասխանատվողությունների, չհստակեցնելով սակայն դրանց բնույթը։
Վերադառնալով օրվա թեմային, պատերազմից 5 տարի անց իրավապահները այդպես էլ պատասխան չեն տվել մի հարցի. ով կամ ովքեր հրաման տվեցին մահվան բերան ուղարկել 18 զինվորների, որոնք այդ պահին օդում երևացող ԱԹՍՀ-ի զոհ դարձան։ Պատերազմից հետո հարուցված բազմաթիվ քրեական գործերի նման այս մեկն էլ դեռ միայն դատարանից դատարան է անցնում։ Այդ օրը ողջ մնացած միակ զինվորը ոչ միայն ոդկա այդ օրը կորցրեց, այլ երկվորյակ եղբորն էլ։ Կրակ այնքան ուժեղ էր, որ ոչ մեկի հնարավոր չեղավ փրկել։ 24-ամյա Արմեն Հակոբյանը 44-օրյա պատերազմից ոտքը կտրված մարմնի վրա մի շարք ծանր այրվածքներով է վերադարձել։ Կորցրել է նաև երկվորյակ եղբորը Զավենին։ Նրանց մեքենան Ջաբրայիլում ԱԹՍ-ի թիրախում է հայտնվել։ Նա միակն է, որ ողջ է մնացել մոտ 2 տասնյակ զինակից ընկերներից։ Հիշում է, երբ մեքենան պայթեց, դուրս է ընկել Ուրալից ու հայտնվել մեքենայի տակ։ 18 զինվորներից մենակ ես ողջ մնացի։ Իմ զույգ եղբայրը իմ կողքը նստած էր։ Մենք երկու եղբայր ենք եղել, մանկությունից մինչև 19 տարի իրար հետ ենք մեծացել, մեր ամեն մի հագուստը, թե մտածելակերպը ամենին, սա նույնն է եղել, չարաբաստիկ օրը, երբ որ եղավ այդ ամեն ինչը, ոնց որ կյանքիս կեսը ավարտվեց էլի։ Արմեն Հակոբյանի խոսքով իշխանասարի գյուղապետն է իրեն փրկել, պայթեցված մեքենայի տակից հանել եւ հիվանդանոց տեղափոխել։ Անցած 5 տարում Արմենը տասնյակ վիրահատություններով է անցել ոտքի կանգնելու համար։ Նա շարունակական խնամքի կարիք ունի։ Վերջին վիրահատությունը ընդամենը ամիսներ առաջ է տարել, հիմա սակայն նորերով պետք է անցնի։ Տարի ու կես սայլակի վրա եմ եղել, համարյա 6 ամիս մեկ վիրահատվում էի ոտքս։ Հետո զինվորի տանը կամաց վերականգնվեցի, սկսեցի քայլել ու կամաց տենց անցա իմ առօրյային էլի։ Ճիշտ է լրիվ չէի վերականգնվել, արժեք չէի, բայց փորձեցի գոնե իմ ծնողների համար ամեն ինչ անեմ, որ շուտ վերականգնվեմ։ Արմենի ծառայակիցներից մեկի հայրը պատերազմից հետո դիմում էր ներկայացրել Զորամասի ղեկավարության դեմ, հարուցվել էր քրեական գործ։ Զոհված զինվորի հայրը, որ մեկնել էր դիրքեր որդուն տեսնելու, անձամբ էր ականատես եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցներն անօդաչու թռչող սարքի զոհ դառնում, մեկ հրամանի պատճառով։ Արմենն էլ պատմում է, որ դեպքից առաջ վիճել են վերադասի հետ, հայտնել, որ երկնքում ԱԹՍ կա, բայց հրամանատարի տեղակալը պնդել է, որ շարունակեն ճանապարհը մինչև նշանակման վայրը։ Այդ մեր մարտական գծով տեղակալը գալիս է, տենց մի քիչ բանավեճ ենք ունենում իր հետ, ինքը ասում է, որ ԱԹՍ չկա, մենք ասում ենք կա, հետո այս պայմանը դնում դիմացներս, որ ստիփաց նստում ենք մեքենան, ասում է, եթե չնստեք շարժվեք, ազգի դավաճան կլնեք։ Իր մտածելով մենք ուզում էինք փախնեինք, էլի, բայց այդտեղ բացի մեզանից 100-ից ավել մարդիկ կային, ոստիկաններ էլ քաղաքացիական անձիկ էլ ու բոլորն է տեսել են էլ այդ ԱԹՍ-ն, որ պատտվում էր երկնքում։ Նստել ենք, շարժվել ենք, 5-ից 7 րոպե հետո ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ Գործով մեղադրանք էր առաջադրվել հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին։ Ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական դիրքը չարաշահելու համար, որը անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել։ Բարձրաստիճան զինվորականի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։ Գործը դատարան է մտել 2021-ի հունիսին, մինչև այժմ դատավճիռ չկա, որևէ մեկը չի պատժվել։ Ավարտացեք, այսքան տարի անցել է, բայց ոնց որ 3 լիներ։ Մեր կյանքում չի եղել մի բան, որ մենք այդ օրը չհիշենք։ Ով որ մասնակցել է պատերազմին, ամեն օր գիշերը բարձին գլուխը դնելուց, քնելուց, այդ ամեն ինչը իր աչքերի դեմն է, ամեն ինչը հիշում է։ Արցախի դեմ ադրբեջանական սանձազերծած պատերազմում ըստ հայկական կողմի պաշտոնական տվյալներով 3981 զինվոր է զոհվել, 11000-ը վիրավորում ստացել, որոնցից 900-ը մինչև այսօր հաշմանդամություն ունեն։ 4 պատերազմի միջով է անցել 59-ամյա Գյուլվարդ Պետրոսյանը, Մարտունիի Զորամասում կապավոր է աշխատել, հիմա կրտսեր որդու ընտանիքի հետ Շիրակի մարզի Առափի գյուղում հող է մշակում։ Հայրենիքից միայն Արցախի բարբառն է բերել։ 59-ամյա Գյուլվարդ Պետրոսյանը Արցախում զինվորական է եղել, 17 տարի Մարտունիի Զորամասում կապավոր է աշխատել։ Հիշում է 5 տարի առաջ, երբ պատերազմը սկսվեց,
էլի զորամասում էր։ Ծառայությունը մեր հետ որ կռիվ սկսեց։ Անց մեր պոլկի վրա էին խփել, երեխա մահացավ, մեր ծառայողների մեկի երեխան էր։ Այնց վատ վիճակ էր, աղջիկը զանգեց, մամ երեխեքը դպրոցում են, ինչ վիճակ է, ասում եմ արխայի մնա դպրոցում ավելի բան ապահով է, քան տունը։ Մեզ բան չունենք էլի, նկուղ չունենք հարմար, որ երեխեքն դպրկվեն։ Պատերազմի ընթացքում միայն աղջկան ու թոռներին է տարհանել, ինքը երկու տղաների հետ շարունակել է մնալ ծառայության մեջ։ Տղաները ևս զինվորական էին ու թեև անընդհատ հորդորել են, որ մայրը տարհանվի, չի կարողացել հեռանալ։ Ասում եմ, բալես, գոնե մի օր քնեմ, հանգիստ, թեկուզ կրակում են, իմ տունս մի օր քնեմ, հանգիստ լինեմ ինձ համար։ Մյուս տղասն դեղից էր զանգում, ինձ վիճակ էր, հարևան չկար, ոչ մեկ չկար, խանութ չկար։ Իմ ձեռս փողը, գուրպանս փողը լիքը, մի հատ հաց չի կարում առնեմ, մի հաց։ Որ տարիներ անց պիտի ստիպված լինեն Արցախից դուրս գալ մտքով անգամ չի անցել, բայց 3 տարի անց ամիսներ շարունակված սովից ու հարձակումից հետո բռնել են տարհանման ճամփան, այս անգամ արդեն անվերադարձ։ Բաց չէինք, մեր հողում էինք, ամեն ինչ վարում էինք, ցանում էինք, դրային ցուտում էինք, չէ բողոք չէինք բողոքում, ճիշտ է, բայց չէինք պատկերացնում, որ պիտի դուրս գանք, վերջ օրն էլի չէի հավատում, վերջ օր դուրս են գալիս, էլի չէի հավատում, սաղ դուրս էին եկել Մարտակերտը, դուրս էր եկել Ստեփանակերտ, սաղ դուրս է եկել Մարտունին վերջումը դուրս եկա, վերջումը, մի կերպ գարյուչին ջարինք 8 լիտր բենզին տվին, տեղից գնանք Ստեփանակերտ, Ստեփանակերտից կտան օրից 15-ը, մի կերպ դուրս եկանք։ Արցախում Տիկին Գյուլվարդը նաև հագուստի խանութ է ունեցել, պարտքերի տետրն է հետը բերել որպես ուժ, թերթում է ու հիշում իր հաճախորդներին։ Տետր ունեի, պարտքի տետր, սենց, հիմի էտ եմ հուշի նման բերել եմ, պաշտի 5 միլիոնի պարտ կա, մեկին չեմ ասել, իմ պարտ կա ստուր, մեկին ասել եմ երեխեքս, որ սաղ դուրս կան, էտի հերիքա, իրենց մատաղ։ Ասել եմ աշոտ, 60 քանի հազար, որը տվել են ճնջել եմ թող, վերջում նորից գրել եմ, եսի 129,000։ 4 պատերազմի միջով անցած կինը կրտսեր որդու ընտանիքի հետ արդեն 1 տարի է հաստատվել է Շիրակի մարզի Առափի գյուղում։ Տունը սեփական միջոցներով է գնել, քանի որ աջակցության ծրագրի շահառու չի եղել։ Գյուղում հիմա հող են մշակում, արդեն նաև ջերմոց են հիմնել։ Թեպետ ջերմուկում տուն ունեն, բայց վախենում են այնտեղ ապրել։ 3 տարի առաջ ադրբեջանական զորքը նաև այդտեղ էր հասել։ Բերք ստացել եք։ Հա, բերք ստացել ենք, լավ լոբի ենք ծախել։ Բարոնք ենք ծախում, հիմիել ենք ծախում, բայց ինքան չի, ինչքան առաջի տարիներ ուշվարեցինք, ուսցանեցինք էլի, դե մյուս տարի երևի ավելի լավ կլինի։ Տղաս ուզում է մի քիչ մեծացնի, որ ձմեռը ոչինչ բան չլինի անելու, գոնե էդի բան կանի էլի։ Շիրակի ցուրտ ձմռան հետ միայն դեռ չեն հարմարվում, թեպետ արդեն նոր տուն ունի, բայց միևնույն է, իր Արցախի տունն է կարոտում։ Բայց մի բանով լավ էր, որ դեղ էինք, մեր տունն էինք։ 6 ամիս առաջ երկրորդ թոռն է ընտանիքում ծնվել, թոռների հետ Արցախի բարբառով է խոսում, ասում է, հայրենիքից միայն դա է բերել ու հիշողություններ, որ երբեք չի մոռանա։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը և մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել հաջողություն։